Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իհարկե ողջունելի է, որ այսօր այստեղ են Իհարկե ողջունելի են, որ այսօր այստեղ են Ողջունելի է, որ այսօր այստեղ են գտնվում բազմաթիվ եվրոպացիներ, սակայն ես այսօր կոչով ուզում եմ դիմել ձեզ, բացի ձեզ ողջունելու, այլ նաև խնդրանքի և կոչի տեսքով։ Մենք ներկայիս կառավարիչներից վաղուց ենք կտրել մեր հույսը, քանի որ նրանց համար բացառապես կարևոր է միայն իրենց աթոռը։ Ես ուզում եմ ձեզ դիմել կոչով և խնդրել, որպեսզի դուք հետամուտ լինեք Հայաստանում գտնվող բոլոր քաղբանտարկյալների գործերին, քանի որ Հայաստանը լցվել է քաղբանտարկյալներով բացառապես այն պատճառով, որ այդ մարդիկ դուրս են եկել տեր կանգնելու իրենց հայրենիքին, ազատ և անկախ ապրելու իրավունքին և քաղաքական հետապնդումների պատճառով հայտնվել բանտերում։ Տեր կանգնեք Արցախը կարմիր ժապավենով ադրբեջանցիներին նվիրելու և դրա պատճառը հետևանքային կապին, որից մենք այսօր մինչև հիմա շարունակաբար տուժում ենք։ Ձեզ ուզում եմ դիմել կոչով հայ գերիների հետ կապված, որոնք մինչև այսօր գտնվում են Բաքվի բանտերում։ Դուք շարունակ խոսում եք ժողովրդավարությունից, բարձրագույն արժեքներից, միջազգային իրավունքից, և ես այսօր կոչով դիմում եմ ձեզ։ Ինչպես արդեն նշեցի խոսքի սկզբում, մենք հույսներս կտրել ենք ներկայիս կառավարիչներից։ Նրանց համար բացառապես կարևոր է սեփական աթոռը, այլ ոչ թե հայրենիքը, գերիները, քաղբանտարկյալները ու նույնիսկ ժողովուրդը։ Եվ խնդրում ձեզ, որ տեր կանգնեք ձեր իսկ մատնանշած արժեքներին և ժողովրդավարությանը։ Հարգելի եվրոպացի պաշտոնյաներ, ուզում եմ հիասթափեցնել ձեզ։ Իրական Հայաստանը ոչ թե այն Հայաստանն է, որը ձեզ հենց այս պահին ներկայացվում է այդ դռներից այն կողմ, այլ իրական Հայաստանը այն է, որտեղ մարդիկ քաղբանտարկյալներ են դառնում զուտ նրա համար, որ դեմ են գնում այս իշխանություններին։ Քանի որ նրանք դեմ են Հայաստանի ադրբեջանացմանը, թուրքացմանը, ձեզ և բոլորին, առհասարակ ամբողջ աշխարհին միշտ ներկայացվել է, որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է և այսօր Հայաստանում հենց այդ իշխանությունների կողմից ենթարկվում են բոլոր եկեղեցականները, հայ առաքելական եկեղեցին և հենց ինքը կաթողիկոսը ենթարկվում է հետապնդման։ Պետք է ձեզ հիասթափեցնեն, Հայաստանում չկա ժողովրդավարություն և այստեղ հավաքված բոլոր երիտասարդները ամեն օր յուրաքանչյուր ակցիայի գնալիս, յուրաքանչյուր ցույցի գնալիս վախը սրտներում են գնում, որովհետև մտածում են, որ հնարավոր է այսօր իրենք դառնան քաղբանտարկյալ, մտածում են, որ հնարավոր է իրենց ծնողներից ինչ-որ մեկը, բարեկամներից ինչ-որ մեկը հանկարծակի հայտնվի ինչ-որ պատմության մեջ և դառնա քաղբանտարկյալ։ Հարգելի եվրոպացի ընկերներ,
Հնարավոր է դուք ուրախանում եք, որ ձեզ այստեղ ջերմ են ընդունում։ Հնարավոր է ուրախանում եք, որ անհետ կորածների ծնողները գալիս են եւ խնդրում են ձեզ, որպեսզի օգնեն գտնել իրենց երեխաների գոնե մարմինները։ Բայց դա լավ չէ, դա վատ օրից է, քանի որ այլևս մենք հույս չենք կապում այս իշխանությունների հետ։ Խնդրում եմ, մի պահ պարզապես դուրս եկեք եւ շփվեք ոչ թե իշխանամետ, ոչ թե ԿՊ-ական որևէ պաշտոնյայի հետ, այլ շփվեք իրական հայերի հետ։ Շփվեք սովորական քաղաքացիների հետ եւ կտեսնեք, որ իրականում Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն չկա, որ Հայաստանի Հանրապետությունում խոսքը սահմանափակված է եւ որ Հայաստանի Հանրապետությունում քայլող յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած բայի կարող է դառնալ քաղբանտարկյալ։ Live News-ի հարգելի հետևորդներ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Բաղրամյան 26-ի դիմաց հարակից այգում շարունակում է ակցիաներ իրականացնել։ Justice! 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 Justice!